կա որոշում, որը դատարանում վիճարկվում է։ Ի սկզբանե, երբ որ դատարանում հայցը հարուցվեց, կասեցվեց եւ այդ ընթացքում Գոյ թատրոնը իր բնականոն աշխատանքը շարունակում էր, այսինքն այստեղ որևէ խնդիր չկար, մինչեւ ասենց ասենք կասեցվել էր, այդ ակտի գործողությունը, կառավարության որոշման սահմանված գործողությունները մինչև համապատասխան ակտի դատական ակտի կայացումը։ Սակայն ընթացքում նաև այնպիսի որոշումներ եղավ դատարանի կողմից, մասնավորապես վերահասցեագրելու, որից ուղղակի օգտվելով նախարարությունը եւ Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնը գործողություններ կատարեցին, արդյունքում Գոյ թատրոնը լուծարեցին, այսինքն չսպասելով ոչ արդարադատությանը, ոչ էլ իրավական գնահատականին։ Եթե նույնիսկ վերցնենք իրավական առումով, որ Գոյ թատրոնի աշխատակիցները ասենց ճակերտավոր ասած իրենք նախկին էին եւ ըստ էության իրավական կարգավորումներով նաեւ այս մարդկանց մեր համոզմամբ, ոչ իրավաչափ հրամաններով ազատեցին աշխատանքից, ապա սրա իրավական շղթան պետք է շարունակվեր այն հանգամանքով, որ այդ նույն հաստիկների վրա պետք է այլ անձանց ներգրավեին։ Մենք փաստ ենք արձանագրում, որ այլևս այդ միավորը ոչ Սունդուկյանի ներսում, ոչ Սունդուկյանից դուրս չկա, գոյություն չունի։ Հակառակ պարագայում այդ թափուր տեղերը պետք է լրացվեր այլ կազմով, եւ փաստացի, ինչպես հայտարարվում էր, նաեւ մամուլով է հայտարարվել, առաջին ներկայացումը պետք է դրվեր Գարեգին Նժդեի ներկայացումը։ Մենք գնալու ենք մինչև վերջ, պարտադիր պետք է պատժենք ուրեմն մեղավորներին եւ նրանց ում բորբոքված կեղտոտ ուղերներում սենց գաղափարա ծագել, փակել թատրոն։ Լինելով թատրոնի մարդ, սա է պարադոքսը, հասկանում եք, սա մեր այդ համքարության մեջ որևէ արդարացում չունի եւ պատիժը ես ավելի շատ հետևելու եմ իհարկե պատժին։ Ում նկատի ունեք, որովհետև իհարկե կարող է կանոններ չտալ, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նաև ձեր ոլորտից ներկայացուցիչներ բավականին այսպես թիրախավորում են ձեր թատրոնը եւ այստեղ նաև ոչ այնքան պետական ացյանների կամ պաշտոնյաների հետ գործ ունենք, նաև գործ ունենք այն մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին դուք առհասարակ դերասաններդ այո շփվել եք եւ աշխատել եք։ Ես նկատի ունեմ նախ եւ առաջ Խզմալյան Արայիկին, որը հիմա Մատենադարանն է քանդում, որը սկսեց այս գործի ձեռնարկումը, երկրորդը Սունդուկյանի կեղտոտ տնօրինությանը, կրթությամբ դերասաններ, նրանք են այս բանը նախաձեռնել, փակել թատրոն, միավոր, թատերական միավոր։ Ենթադրում եմ սորոսական մի շայկա կա թատերական, որը որ թատերական աշխարհը փորձում է իրենցով անել, այսինքն անել հլու, հնազանդ, եթե արվեստը չեղավ քաղաքացիական, պոզիցիան չեղավ քաղաքացիական, այդ մարդիկ անկախ եւ վախեցան արտահայտվել։ Դա դառնում է, գիտեք, որ թատրոնը, գլադիատորների թատրոնը, որ ստրուկներին գցում էին արվեստների բերանը, որովհետև այդ դերասանները, այդ արվեստագետները, այդ նկարիչները, այդ բաները նմանվում են այդ ստրուկներին, որ գցում են արվեստի բերանը, եթե պետք լինի, եթե ծախված լինի տոմսերը։ Ոչ ոք իրավունք չունի մտնի ուրիշի տունը, ասի, այսօրտեղ դու այստեղ չես ապրում։ Իսկ մենք այդտեղ ապրում ենք, ես չեմ ասում դա մերն է, դա պետական է, բայց պետությունը պիտի պետություն լինի, որ այդպիսի հարցեր կարող է լուծել։ Հիմա որ գնանք ձեր թատրոն, այդ ձեր օջախ, ինչպես ասում են, ինչ կտեսնենք, ինչ իրավիճակ է, փակ է, բաց է։ Ավեր կտեսնենք, որովհետև մեր հանդիսասրահը քանդել են, տակը մեր դեկորների պահեսներ, դա անհասկանալի է որտեղ է, ավեր, ուղղակի մտե ավիրել են, Աստված տա իրանց տանը նույն ճակատագիրը, ճակատագրին արժանանա իրենց տունը, ասում եմ, շատ ծանր է, ես չեմ էլ նայ այդ ֆոտոները, ես գիտեմ ուղղակի, որ ընդեղ արդեն այդ ամֆիթատրոնը չկա, ես չեմ ուզում նայեմ, ես չեմ ուզում տեսնեմ խոնարհված եկեղեցի, ես չեմ ուզում տեսնեմ ավիրված տարածք, դա ինձ չի կարող հաճույք պատճառել, ընդհանրապես էլ եմ ասում, ավելորդ պետք չի նյարդայնանալ ուղղակի։